Բարև այս ժամի նորություններն են ներկայացնում Հորիզոն լրատվականը 12 մարտի 5 շաբթի։ Պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 1348 խաղաղ բնակիչ, նրանց թվում կանայք և երեխաներ։ Վիրավորվել է ավելի քան 17000 խաղաղ բնակիչ։ Այս մասին է հայտնել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Հորմուզի նեղուցի ճգնաժամը և նավթի գների աճը լուրջ մտահոգություններ են առաջացնում ամբողջ աշխարհում։ Իրանը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստ լինի նավթի 1 բարելի դիմաց $200 վճարելուն։ Լարվածությունը թուլացնելու նպատակով միջազգային էներգետիկ գործակալության 32 անդամ երկրներ համաձայնության են եկել համաշխարհային շուկա բաց թողնել ռեկորդային քանակի նավթ։ Մեծ յոթնյակի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստվում են համաշխարհային շուկա բաց թողնել ռեկորդային ծավալի 400 միլիոն բարել նավթ։ Սա կազմում է Հորմուզի նեղուցով նավթի սովորական փոխադրման մոտ 20-օրյա ծավալը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի հանգստացնել շուկաները։ Դոնալդ Թրամփը կրկին Իրանի հակամարտությունը որակել է որպես էքսկուրսիա, հայտարարելով, որ ֆինանսական շուկաները կարճ ժամանակում պետք է վերականգնվեն։ Նա հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարքից հանել է իրանական 28 ականանավեր, որոնք ականներ էին տեղադրում Հորմուզի նեղուցում։ Իդեպ Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով, հայտնել է NDTV հեռուստաալիքը։ Ըստ լրատվամիջոցի բեկումը տեղի ունեցել Հնդկաստանի եւ Իրանի արտգործնախարարների միջև բանակցություններից հետո։ Հաղորդվում է, որ այս իրադարձությունից հետո առնվազն 2 հնդկական տանկեր բարեհաջող անցել են նեղուցով։ Վերջին օրերին առևտրային նավերի վրա հարձակումները հաճախակի են դարձել։ 2 նավթատար է հրդեհվել Իրաքի Բասրա նավահանգստի մոտ տեղի ունեցած հարձակումից հետո, հաղորդում է Wall Street Journal-ը։ Դրանք հարձակման են ենթարկվել Իրաքի տարածքային ջրերում։ Մեկը նավարկելիս է եղել Մարշալյան կղզիների դրոշի ներքո, մյուսը Մալթայի։ Մեկ նավաստի զոհվել է, 37-ը փրկվել։ Փրկարարները տարհանել են նրանց։ Իրաքում հայտնել են, որ նավթը թափվել է ծով, երկրի բոլոր նավահանգիստները փակ են։ Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ենթադրվում է, որ իրանական նավ է հարձակվել լցանավերի վրա։ Թեհրանը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, պնդելով, որ ռազմածովային անօդաչու թռչող սարքը թիրախավորել է միմյանց մոտ խարսված նավերը։ Շարունակվում են նաև փոխադարձ հրթիռային հարվածները։ Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ, որի հետևանքով բռնկվել է փոքր հրդեհ։ Բնակիչներին տարհանել են, տուժածներ չկան։ Երեկ ևս Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ արձագանքել է Իրանից եկող հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։ Դուբայի օդանավակայանի մոտակայքում 2 անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետևանքով 4 մարդ է վիրավորվել։ Իսկ իսրայելական բանակը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին ի պատասխան Հեզբոլլահի նոր հարձակման։ Լիբանանյան աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Իսրայելի վրա արձակվել է ավելի քան 100 հրթիռ։ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան հարվածի հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն 8 մարդ։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են նաև Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռների հայտնաբերման մասին։ Հայտարարության մեջ ասվում է, որ հոբ համակարգերի գործադրման հետևանքով հրթիռների մեծ մասը չեզոքացվել են։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև Իրանից պահանջելով դադարեցնել հարվածներ հասցնել արաբական երկրներին։ Միևնույն ժամանակ փաստաթղթում չեն հիշատակվում եւ չեն դատապարտվում Վաշինգտոնի եւ Թել Ավիվի գործողությունները։ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Դեբենզյան հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի պետությունների վրա Իրանի հարձակումները դատապարտող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի հեղինակներն առաջարկում են աչք փակել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հրահրված ագրեսիայի վրա։ Դիվանագետը հավելել է, որ բանաձևը կարող է նույնիսկ մեկնաբանվել որպես թույլտվություն շարունակելու ագրեսիան Իրանի դեմ։ Վաշինգտոնի ագրեսիվ գործողություններով ըստ էության պարզապես հարվածի տակ է դրել ծոցի պետություններին։ Ընդունված բանաձևն ի վիճակի չէ հասցնել խաղաղության Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այն միայն կխորացնի տարաձայնությունները հիմնական խաղացողների միջև, նշել է նա։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Պենտագոնն Իրանի հետ պատերազմի առաջին 6 օրերի ծախսը գնահատել ավելի քան $11 միլիարդ։ Տեղեկություն հաստատել է Միացյալ Նահանգների սենատոր Քրիս Քունսը, որը նաև պաշտպանական հատկացումների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի անդամ է։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները նախկինում հայտնել էր, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթավերջին միայն զինամթերքի վրա ծախսել է $5 միլիարդ։
Միացյալ Նահանգների դեմոկրատ սենատորները Պենտագոնի ղեկավարից բացատրություն են պահանջում մինաբում աղջիկների դպրոցի վրա հարձակման համար։ Նրանք այս մասին նամակ են գրել Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։ Հիշեցնենք, Իրանից ստացված տվյալներով այդ հարվածին զոհ է դարձել 168 մարդ, այդ թվում շուրջ 110 երեխա։ Դեմոկրատներն իրենց նամակում Պենտագոնի ղեկավարից հետաքրքրվել են, թե արդյոք հարվածն իրականացվել է Միացյալ Նահանգների կողմից։ Անցյալ շաբաթ BBC-ի թղթակցի հարցին պատասխանելով Հեգսեթը ասել էր, որ Միացյալ Նահանգները թիրախ չի դարձնում քաղաքացիական անձից եւ տեղի ունեցածի մասով հետաքննություն է անցկացնում։ Կառավարության այսօրվա նիստում օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել ակադեմիական քաղաքի նախագծին։ Նիկոլ Փաշինյանը եւ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարար ներկայացրել են, թե որն է լինելու առաջին քայլը ծրագրի իրականացման ճանապարհին։ Մենք սկզբունքորեն որոշում կայացրեցինք, որ եթե պետք է կոնկրետ կետ նշենք, թե ինչից ենք սկսում ենք ուսանողական կացարաններից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր դա շատ հրատապ խնդիր է եւ ուսանողները կեցության խնդիր ունեն, եւ նաեւ այս ուղղությամբ ինչ ենք ձեռնարկում եւ նաեւ մանկավարժական կլաստերներ առաջին փուլով պետք է մենք ակադեմիական քաղաքում ստեղծենք։ Հիմա ուր ենք հասել այս ճանապարհին։ Պարոն վարչապետ, տեխնոլոգիական կլաստերները առաջին փուլում կացարանների հետ միասին մանկավարժական կլաստերը գրեթե անմիջապես դրանից հետո կմեկնարկենք, այսինքն նույնպես առաջին փուլի օրակարգի տրամաբանությամբ է։ Մենք մոտավորապես 2 նիստ առաջ հաստատեցինք ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը, որը ամբողջությամբ հիմնվում է արդեն մինչև այս կատարված աշխատանքների վրա եւ շատ հստակ նկարագրում է նաեւ ծրագրի իրականացման փուլերը։ Ինչպես դուք նշեցիք, դրանք առաջին կառուցման փուլում ներառում են ուսանողական կացարաններ, առնվազն 3600 ուսանողների համար, ներառում են բազմաֆունկցիոնալ մշակութային սրահի կառուցումը, որը նաև կօգնի, որպեսզի տարածքը դառնա շատ հետաքրքիր եւ գրավիչ նաև մեր քաղաքացիների համար եւ բազմազան միջոցառումների անցկացման վայր դառնա, եւ տեխնոլոգիական կլաստերի կառուցումը։ Մենք նախատեսում ենք, որ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030-ը մեր գործընկերների հետ քննարկման տրամաբանությամբ։ Բացի դրանից այս փուլի ընթացքում մենք իրականացնելու ենք նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքները։ Պետք է ասեմ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ ակտիվ աշխատել ենք, արդեն պատրաստ է աշխատանքային նախագիծը բարձրավոր էլեկտրասյուների տեղափոխման մասով։ Իսկ կոնկրետ շենքերի եւ տարածքի բուն նախագծումը սկսել ենք արդեն։ Մենք առաջիկայում պլանավորում ենք մրցույթի դնել այս բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի նախագծման աշխատանքները եւ բացի դրանից զուգահեռաբար աշխատում ենք ուսանողական կացարանների ուղղությամբ, այսինքն կոնկրետ այս փուլում շինությունների հետ կապված այս երկու ուղղությամբ աշխատանքները գնում են։ Կառավարության նիստից հետո վարչապետ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության անդրադառնալիս Փաշինյանը նշել է, որ համաձայնագրին նախաստորագրված լինելու պայմաններում էլ խաղաղություն հաստատված է եւ որ հաղորդակցությունների ապահովման հարցում արագ աշխատում են։ Ներկայացնենք մի հատված ճեպազրույցից։ Պարոն վարչապետ, խոսեցիք խաղաղության մասին, երեք թե դուք, թե Ադրբեջանի նախագահը տարբեր հարթակներից այս թեմայի մասին խոսեցիք, ըստ հաստատելով, որ չկան գրախոսներ, վիրավորներ, կա առևտուր, նաև հույս հայտնեցիք, որ արտահանում կիրականացվի դեպի Ադրբեջան, արդյոք հասունացել է պահը եւ մինչեւ ընտրություններ հնարավոր համարում եք փաստաթղթի վերջնական ստորագրումը, հատկապես փորձագիտական շրջանում ապրիլն է նշվում այդ ժամանակահատվածը, այս մասով կա փոխըմբռնում եւ սա փաստաթղթը կապ ունի փոխկապակցված է տարածաշրջանային հաղորդակցությունների կամ թրիփի կենսունակության հետ։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այդ ուղղությամբ լուր հանդարտ հանգիստ դիվանագիտական աշխատանք արվում է, բայց ես կասկ չունեմ, որ այդ խաղաղձայնագիրը կստորագրվի։ Հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին,
թե երբ դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի, բայց շատ կարևոր է արձանագրել եւ թերևս առաջին անգամ է կամ առաջին անգամ եթե չէ, հիմա արդեն ավելի հստակ է համընկնումը Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների, որ նույնիսկ հաղորդության համաձայնագիրը ստորագրված չլինելու եւ նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունը ամրապնդելու եւ խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին։ Հաղորդակցությունների հետ կապված մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ եւ առաջ ենք գնալու։ Երեք էլ Եվրոպական խորհրդարանից ամբիոնից ես ասացի, որ մենք տենց ընկալում, որովհետեւ կա։ Ես զգում եմ, որ նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում տենց ընկալում կա, որ Հայաստանը կարող է փորձի ձգձգի, ինչի համար պետք է Հայաստանը փորձի ձգձգի։ Մենք ընդհակառակը ուզում ենք րոպե առաջ այդ խնդիրը լուծվի, րոպե առաջ։ Եվ էլի ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք Կորնիձորից երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության կապը։ Էլի շատ կարեւոր է արձանագրել, որովհետեւ ինչ ենք մենք այս առաջարկը անում, որովհետեւ հիմա մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք։ Չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի։ Հունվարից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրությունից գոհ կամ շահացել համակարգում ընդգրկվածների մեծ մասը, բայց փոխարենն ամենօրյա խիստ ծանրաբեռնվածության տակ են հայտնվել բուժաշխատողները։ Անհամեմատ ավելացել է աշխատանքը պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, որտեղ թղթաբանությունն է նաեւ գումարվել։ Մեծ ծավալից դժգոհում են, որովհետեւ դրա դիմաց վարձատրությունը համարժեք չէ։ Գյումրիի բուժհաստատություններում 2 ամիսը ապահովագրական համակարգով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցումների են սպասում։ Հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում տարեսկզբից բժիշկների թե միջին բուժանձնակազմի աշխատանքը ծանրաբեռնված է։ Ռեժիմը խախտել է համընդհանուր ապահովագրությունը, որի դրական արդյունքն առայժմ զգացել են ծրագրի շահառուները։ Բուժաշխատողները աշխատավարձերի փոփոխությունը ապահովագրության ներդրումից կախված դեռ չեն շոշափել։ Բոլորը սպասում են վերահաշվարկների արդյունքներին, թե բազային աշխատավարձին ինչքան փոխհատուցվող գումար է ավելանալու։ Խոսքը հունվար եւ փետրվար ամիսներին է վերաբերում վճարման խոստումը մինչեւ մարտի 15-ի համար է։ Այդ տարբերությունը չենք ստացել, չգիտեմ, վարձատրությունը։ Պետք է վերահաշվարկ կատարվեր։ Հաշվարկների հիմա ավելի բաշտ է, մարդիկ նստած աշխատում են դրա վրա, քանի հատ են նայել այդ պատվերը, ինչքան են նայել ապահովագրությամբ, դրանք մի քիչ խրտին հարցեր են։ Նեղ մասնակիցների եւ նրանց հետ աշխատող բուժանձնակազմի ֆիքսված աշխատավարձերը մնում են նույնը, այնքան որքան վճարվել են մինչ այդ։ Դրան է գումարվելու ապահովագրության փոխհատուցումը կախված սպասարկման ծավալից։ Իսկ ծրագրի ներդրումը կտրուկ մեծացրել է հոսքը հատկապես պոլիկլինիկաներ, ըստ այդմ ծանրաբեռնվածությունն է աճել։ Թե քանի խորհրդատվություն եւ այդ են սպասարկումը ապահովագրությունով մատյաններում են գրանցում։ Մեծ մասամբ 65-ից բարձր տարիքի բնակչությունն է դիմում, հատկապես տեղորայքի համար, որը առաջացնում է պոլիկլինիկայում ծանրաբեռնվածություն, աշխատանքի ընթացքը, կազմակերպումը երևի թե պետք է փոխել, որովհետև ընտանեկան բժիշկը չի կարող օրեկան այդքան հիվանդ ընդունել, հետո էլ այսքան հերթեր կոյանալ, հետո էլ եթե չենք ընդունում, դժգոհությունների ալիք է բարձրանում։ Հունվար-փետրվարի համեմատ հերթերը բուժհաստատություններում թեթևացել են, բայց ծրագրի ընթացակարգից մարդկանց մոտ էլի անտեղյակություն կա։ Տարեսկզբին, երբ ապահովագրությունը շատերին թվում էր անվճար բուժում ստանալու կամ հետազոտվելու հնարավորություն, դիմում էին այնտեղ, որտեղ իրենց էր հարմար։ Նեղ մասնակիցների մոտ ուղղորդումները ավելացրել են նաև լաբորատոր հետազոտությունների ծավալները։ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մի շարք դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն արդեն հասանելի են։ Խիստ մեծացել է ծանրաբեռնվածությունը նաև մեր ախտորոշիչ ծառայության օղակում, քանի որ հիվանդները դարձյալ այս առավելությունից օգտվելով տարիներ շարունակ չեն հետազոտվել, հետաձգել են, ֆինանսական դժվարություններ են ունեցել, բայց հիմա ուղեգրվում են եւ անցնում են բոլոր մատչելի, դժվարամատչելի հետազոտությունները։ Դե հենց դժվարամատչելի հետազոտությունների մասին է խոսքը, որոնք ավելի արժեքապես բարձր են, օրինակ ենթադրենք տեսնենք հորմոնների տեսակետից, հորմոնները իրենք համարվում են դժվարամատչելի հետազոտություններ, այնտեղ 5000, 6000, 7000 տարբեր արժեքներ եւ ավելի բարձր արժողությամբ, իսկ հիմա արդեն քաղաքացիներին ունեն հասանելիություն հետազոտվելու։
Ապահովագրությունը մինչև 18 տարեկանների համար բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի դիմելիության կտրուկ փոփոխությունների չի բերել։ Մինչև 18 տարեկանների շրջանում նեղ մասնակետների վիրաբուժական եւ այլ ծառայություններից օգտվելու դինամիկան նույնն է։ Մանկականում ծանրաբեռնվածություն ունեցել են միայն սուր շնչառական վիրուսների ակտիվության շրջանում։ Ապահովագրության համընդհանուր ծրագիրը չի փոխել վիճակագրությունն այն պարզ պատճառով, որ մինչև 18 տարեկանների սպասարկումը պետպատվերի շրջանակներում է։ Դժվարամատչելի հետազոտություններին ավելի շատ վերաբերվում, որովհետև մի շարք հետազոտություններ կային նախորդ տարիներին, երբ որ կարիք կար երեխաներին հետազոտելու, բայց դա պետպատվերով հնարավոր չէր անել, այսինքն ծնողը պիտի դրա համար վճարեր։ Իսկ հիմա դա ամբողջությամբ կարող ենք կազմակերպել պետպատվերի շրջանակներում առանց որևէ խնդրի, առանց որևէ հերթագրումների, սպասելու երկար։ Ապահովագրության ներդրման արդյունքներից է նաև այն, որ մինչև 18 տարեկան եւ մյուս շահառուները ավելի քիչ են դիմում հիվանդանոցներ։ Ըստ էության համընդհանուր այս ծրագրով շահառուներն առաջինը ուղղորդվում են պոլիկլինիկաներ, ստացիոնար բուժման դեպքում միայն հիվանդանոցներ, այն էլ պոլիկլինիկայից տրված ուղեգրերով։ Մարինե Դերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Այժմ լրացում այսքանը, թարմացված նորությունների հետևեք հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։